ԿՊ-ն ընդդիմությանը լավություն արեց, թե պարզապես կատարեց սահմանադրության պահանջը։ ԱԺ առաջին նիստում ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը ներկայացվում է որպես ԿՊ-ի կառուցողականության դրսևորում։ Փաստորեն ԿՊ-ն այնքան կառուցողական է, որ նույնիսկ սահմանադրությունն է կատարում։ Բայց իսկապես ԱԺ-ում ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը պարտադիր էր, թե ԿՊ-ն իրոք կարող էր չընտրել նաև նրան։ Հիմա կհասկանանք։ Հայաստանի սահմանադրությունն ասում է, ազգային ժողովն ունի նախագահ, 3 տեղակալ եւ այդ 3-ից մեկը պետք է ընտրվի ընդդիմադիր խմբակցության պատգամավորների թվից։ Այսինքն, սա ոչ ԿՊ-ի կողմից ընդդիմությանը տրվող պաշտոն է, ոչ էլ իշխանության բարի կամքի դրսևորում։ Սա սահմանադրության նախատեսված ԱԺ-ի կառուցվածքն է։ Ավելին, ԱԺ կանոնակարգը սահմանում է ազգային ժողովի կազմից ազգային ժողովի նախագահի տեղակալի մեկական տեխնացու առաջադրելու իրավունք ունեն խմբակցությունները, ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկ տեխնացուն կարող է առաջադրվել միայն ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից։ Խոսքով այս մասով ամեն ինչ պարզ է։ ԿՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը մինչև ընտրությունը ասում էր, որ իրեն կարող էին ընդհանրապես չընտրել ընդդիմության տեխնացուին։ Կարող էին առաջին անգամ չընտրել, հետո ընդդիմությունը նորից առաջադրեր, հետո իրենք էլի չընտրեին ու այդպես շարունակ։ Ու այստեղ շատ կարևոր տեխնիկական նրբություն կա։ Այո, խորհրդարանական մեծամասնությունը պարտավոր չէ ընտրել ընդդիմության առաջադրած յուրաքանչյուր կամ որևէ կոնկրետ տեխնացուի։ Սակայն չի կարող իր քվեարկության իրավունքն օգտագործել այնպես, որ փաստացի անհնար դարձնի սահմանադրության 104-րդ հոդվածով նախատեսված ընդդիմությունից ԱԺ նախագահի 1 տեղակալ ունենալու պահանջի իրականացումը։ ԿՊ-ն կարող է չհավանել ընդդիմության տեխնացուին, կարող է չքվեարկել նրա օգտին, կարող է նույնիսկ քաղաքական պայքար մղել նրա դեմ։ Բայց եթե ԱԺ-ն պետք է ունենա ընդդիմադիր փոխնախագահ, ապա վերջնական արդյունքում այդ պաշտոնը պետք է զբաղեցնի ընդդիմադիր խմբակցության պատգամավոր։ Այսինքն խոսքը ոչ թե ԿՊ-ն բարեհաճեց ընդդիմությանը, այլ կոպիտ ասած ԿՊ-ն ենթարկեցրին սահմանադրությանը։ Խորհրդարանական ժողովրդավարության իմաստն այն չէ, որ մեծամասնությունը երբեմն լավություն անի փոքրամասնությանը։ Իմաստն այն է, որ մեծամասնությունն էլ է ենթարկվում այն կանոններին, որոնք իրենից վեր են։ ԿՊ-ն կարող է չընտրել կոնկրետ տեխնացուին, բայց չի կարող քաղաքականապես վերացնել ընդդիմադիր փոխնախագահի ինստիտուտը։ Այսպիսով հարցը ոչ թե այն է, թե ԿՊ-ն որքան կառուցողական գտնվեց ազգային ժողովում, այլ այն, թե այդ ինչ երկրում ենք մենք ապրում, որ օրենքը ու դրա կատարումը ներկայացվում է որպես քաղաքական բարի կամք։ Կարծում եմ, սա արդեն մեկ փոխնախագահի ընտրությունից շատ ավելի մեծ հարց է։ Ձեզ լավ օր։